Ես մի համար եմ ուզում կարդալ Սուրբ Գրքից, որի շուրջ մի փոքր կզրուցենք, գրված է Զաքարիա մարգարեության 10-րդ գլխի առաջին համարում։ Վերջի անձրևների ժամանակ Տիրոջմեն անձրև խնդրեց։ Տերը փայլակներ պիտի նե, անոնց առատ անձրև պիտի տա ու ամեն մեկուն ագարակին խոտ։ Վերջին անձրևների ժամանակ Տիրոջմեն անձրևներ խնդրեցեք։ Եթե վերջին անձրևները գալու են, այդ դեպքում անձրև խնդրելու իմաստը որն է։ Ուղղակի հարց է առաջանում։ Մենք առանց Աստծո ողորմության մենք կմնանք չորացանք։ Եվ միայն Տիրոջ գետն է, միայն Տիրոջ անձրևներն է, որ մեզ կարող են կենդանացնել եւ բայել իր ներկայության մեջ։ Այդ դեպքում ես մի փոքր հարցը վերջին անձրևների ժամանակ անձրև խնդրեցեք։ Ես մտածում եի աղոթում եի Սովետյան եւ ինձ համար մի փոքր խոսքի հայտնություն եղավ, որ թեև անձրևներ կան, Աստծո անձրևները, բայց բոլորը չեն մտնում այդ անձրևների տակ։ Աստված իր բաժնի մեջ հավատարիմ է, Աստված ողորմած է, Աստված Քրիստոսը ողջները հավիտյանս հավիտենից։ Բայց բոլորը չեն, որ անձրև խնդրում են։ Աստված առատ ուղարկում է իր անձրևները, բայց բոլորի կյանքում չկան այդ անձրևները։ Անձրևները չեն գալի դեր, որտեղ մենք կուզենք, անձրևները գալիս են Գողգոթայում։ Որտեղ նրանք, ովքեր չեն մոտենում Գողգոթա, չեն գնում Գողգոթա, չեն մոտենում խաչին, իրանք անձրևներից զերծ կմնան։ Անձրևները կան, բայց այդ անձրևների ժամանակ ինչ խնդրի, Տիրոջից անձրևներ խնդրի։ Ես ուզում եմ մի քանի սուրբ գրային հերոսների անուններ տալ, որոնց կյանքը շատ կտրուկ փոխվել է, երբ որ նրանք հանդիպել են Աստծուն։ Նրանց կյանքը լցվել է Տիրոջ գետերով, Տիրոջ անձրևներով, Տիրոջ աղբյուրներով, եւ նրանք իրենց կյանքում անկախ դժվարություններից փառավորել եւ մեծարել են Տիրոջը։ Մենք գիտենք Մովսեսին, որ մեծանում էր մի վայրում, որտեղ կար փառք, որտեղ կար իշխանություն, որտեղ սպասվում էր նրան կանաչ ճանապարհ, բայց գիտեք նրա կյանքը կտրուկ փոխվեց, երբ որ նա հանդիպեց Տիրոջը։ Նա չէր պատկերացնի, որ Տիրոջը հանդիպելուց հետո կզբաղվի այն գործով, որով որ նա զբաղվեց։ Նա մինչև Տիրոջ հանդիպել ուներ ուրիշ պատկերացում, ուներ ուրիշ երազանքներ։ Նա մինչև Տիրոջ հանդիպելը հնարավոր է մտածում էր կդառնա Եգիպտոսի տիրակալ կամ փարավոր, բայց նա երբեք չէր պատկերացնում, որ Աստծուն հանդիպելուց հետո կհամաձայնվի Աստծո ժողովրդի հետ չարչարվել։ Եվ նրա մոտ Տիրոջ հետ հանդիպելուց հետո եղավ կտրուկ փոփոխություն։ Նրա կյանքում եկան Տիրոջ անձրևները։ Եվ Տիրոջ անձրևները նրան տարան ճիշտ ուղղությամբ։ Աստծո սրտով տարան։ Շատ եղբայրներ քույրեր կան, շատ մարդիկ կան, նրանք վկայում են, որ հանդիպել են Աստծուն, բայց նրանց կյանքը կտրուկ չի փոխվել։ Ես հիշում եմ, երբ որ ավելի երիտասարդ էինք, երբ որ լսեցինք Տիրոջ խոսքը, սրտանց սիրահարվեցինք այդ խոսքի վրա։ Եվ ոչ թե մտածեցինք թողենք աշխարհը, թողենք մեր ապագան, թողենք մեր կյանքը մաս առ մաս, այլ որոշեցինք թողել լիարժեք։ Եվ նրանք, ովքեր թողում են աշխարհը կամ իրենց կյանքը մաս առ մաս, նրանց մոտ ոչ տաք վիճակ է, ոչ սառը, ավելի շատ գարջ վիճակ է։ Բայց եթե Մովսեսը սրտանց չտրվեր Աստծո տեսիքին, սրտանց չհնազանդվեր Աստծո որոշմանը, նրա կյանքում այդ անձրևները չէին հորտի։ Ի վերջո Մովսեսի արժանիքներից չէր, Աստծո գետերից էր, Աստծո անձրևներից էր։ Մովսեսը իր էությունը խոստովանում է, չէ, ես ով եմ, ես չեմ կարող, ես քանդեմ ամեն ինչ, չէ, բայց ուրիշ է, երբ որ մարդը տեսիք ունի միջև Աստծուն հանդիպելը, եւ ուրիշ է, երբ որ նրա տեսիքը փոխվում է Աստծուն հանդիպելուց հետո։ Հիմա դու քեզ հիշի միջև Աստծուն հանդիպելը, արդյոք քո կյանքը Աստծուն հանդիպելուց հետո փոխվել է, թե դու դեռ շարունակում ես ապրել քեզ համար եւ դու այս աշխարհում դեռ ունես նպատակներ։ Այս աշխարհում կարելի է ունենալ նպատակ, ուղղակի այդ նպատակը պիտի լինի Քրիստոսը։ Մեր սերունդների համար, մեր զավակների համար մենք ցանկանում ենք կանաչ եւ բարի ապագա, բայց այդ ապագան թող լինի Քրիստոսը։
թող Քրիստոսից բացի նրանք ապագա չունենան երկրի վրա, եւ բնականը Հավիտյանս հավիտեն ինձ։ Մենք գիտենք Աբրահամին մինչև Աստծուն հանդիպելը ուներ կյանք, ընտանիք, ճանապարհներ, որոշումներ, մտքեր, չգիտենք, տարբեր տեսակի, ինչպես բոլոր մարդիկ։ Բայց հետաքրքիր է, որ Աստծուն հանդիպելուց հետո նրա մոտ եղավ կտրուկ փոփոխություն։ Եվ նրա կյանքում մենք հայտնաբերում ենք, որ Աստծո ողորմությամբ կարողացավ զոհաբերել այն, ինչը որ իրեն համար իր կյանքից թանկ էր։ Մի եղբայր ասում էր, երբ որ Աբրահամը համաձայնվեց զոհաբերել Իսահակին Մորիա լեռան վրա, նա նախ իրան զոհաբերեց, հետո նոր Իսահակին, որտեղ եթե նա ինքը իրան չզոհաբերել, Իսահակին չէր կարող զոհաբերել։ Մեր կյանքում շատ բաներ կա, մենք չենք կարողանում զոհաբերել Աստծո համար։ Ինչու՞, որովհետև արդյոք, երբ որ դու հանդիպել ես Աստծուն, քո կյանքը կտրուկ փոխվել է։ Թե դեռ դու մտավախություն ունես, վախեր ունես, կասկածներ ունես եւ բաներ ունես պահած քեզ համար։ Մի անձնավորություն աշխարհիկ ասում էր, եթե մենք հրաժարվելու ենք մեր ճանապարհներից, մեր ցանկություններից, մեր ուզածից, այդ դեպքում մեր երկրավոր կյանքը անիմաստ է։ Ըստ էության, եթե դու պիտի Քրիստոսին շահես, քո երկրավոր կյանքը կծառայի Քրիստոսին։ Դու ոչ թե կկորցնես երկրավոր կյանքը, դու դա կշահես։ Քեզ 2 տաղանդ են տվել, դու 2-ն էլ կբերես։ Քեզ 5 են տվել, դու 5-ն էլ կբերես։ Բայց եթե քեզ 1 են տվել, եւ դու դա պահում ես հողի մեջ, մի եղբայր լավ էր ասում, ավելի լավ է ինքը մտնել հողի մեջ։ Եվ այդ տաղանդը աշխատացնել Տիրոջ համար։ Բայց եթե ինքը մտնել հողի մեջ, կկատարվեր Տիրոջ խոսքի մարգարեությունը։ Եթե ցորենի հատը չընկնի հողի մեջ ու չմեռնի, պտուղ չի տա։ Դու մինչև Քրիստոսին հանդիպելը ունեցել ես տեսիլ, նպատակ, խորհուրդներ ես կյանքի համար։ Արդյոք, որ Քրիստոսին հանդիպել ես, քո կյանքում ի՞նչն է փոխվել։ Եթե դու հանդիպել ես Աստծուն, բայց քո կյանքը չի փոխվում, հարցական է առաջանում, արդյոք դու հանդիպել ես Քրիստոսին։ Որտեղ Քրիստոսին հանդիպած մարդիկ, Աստծուն հանդիպած մարդիկ արմատապես փոփոխություն են ապրում։ Եվ չգիտես խի, ուզում են իրանց կյանքից հրաժարվել, ուզում են իրանց անձ ուրանալ, ուզում են իրանց ամեն ինչը դնել Քրիստոսի ոտների մոտ։ Եվ դա նրանց գերում է Աստծո սերը, Քրիստոսի սերը։ Եթե վերցնենք Պետրոսին, մինչև Քրիստոսին հանդիպելը, Աստծուն հանդիպելը, նա մտածում էր դառնա որսորդ, ձկների որսորդ, այս կյանքի որսորդ, ունեցվածքի որսորդ, չգիտեմ ինչի որսորդ, վերջ ինչ ուղի բանտի որսար այս կյանքում։ Բայց Քրիստոսին հանդիպելուց հետո, Քրիստոսը նրա տեսիլքը փոխեց, ասես դու այսօրվանից հետո կդառնաս մարդկանց որսորդ։ Եվ եթե դու մինչև այսօր ապրել ես քեզ համար, սրանից հետո դու կապրես քո քրիչի համար։ Դու հանդիպել ես Քրիստոսին, բայց արդյոք փոխվել է քո կյանքի տեսիլքը։ Դու մինչև Աստծուն հանդիպելը ունեիր նպատակներ եւ մտածում էիր քո կյանքի վրայով, բայց արդյոք Քրիստոսին հանդիպելուց հետո քո կյանքը կտրուկ փոխվել է, թե չի փոխվել։ Առաքյալների մեջ մենք ունենք անձնավորություն, որը թեև քայլել է Քրիստոսի հետ, թեև փորձել է ծառայել նրան, թեև այդ միջավայրում է եղել հոգևոր, բայց երբեք իր ներսը չի բացել Քրիստոսի համար։ Եվ նա վերջում ընտրեց կորստի ճանապարհը։ Դեռ քիչ է իմանալ, որ Աստված առատ անձրևներ է ավարկել, որ Աստված ոչինչ չի խնայել քեզ համար, որդուն է ավարկել։ Դա դեռ քիչ է։ Դու պետք է դրան արձագանքես։ Եվ վերջին անձրևների ժամանակ դու ինքդ պետք է անձրևներ խնդրես, Տիրոջից օգնություն սպասես, Տիրոջ երեսը խնդրես, որպեսզի քո կյանքի տեսիլքը չծառայի քեզ այլևս, այլ ծառայի Աստծուն եւ նրա փառքին։ Երբ որ Պողոսը հանդիպեց Աստծուն, մենք տենում ենք նորից տեսիլքի փոփոխություն, կյանքի կտրուկ փոփոխություն։ Մինչև Աստծուն հանդիպելը, Քրիստոսին հանդիպելը, Պողոսը ուզում էր սպանել մարդկանց։ Աստծուն հանդիպելուց հետո, Քրիստոսին հանդիպելուց հետո, Պողոսը ուզում էր մեռնել։ Տեսեք, մինչև Աստծուն հանդիպելը, ինքը ուզում էր սպանել։
Աստծուն հանդիպելուց հետո ինք ուզում էր մեռնել։ Դե մենք ինչ կտրուկ փոփոխություն է։ Մինչև Աստծուն հանդիպելը դու ունես նպատակներ, քո համար, քո ընտանիքի համար, քո զավակների համար, քո ապահով կյանքի համար, բայց արդյոք Աստծուն հանդիպելուց հետո քո կյանքը, քո տեսիլքը փոխվեց Քրիստոսի ոտերի տակ։ Եթե չի փոխվել, դու պիտի մտածես, արդյոք հանդիպել ես Քրիստոսին, արդյոք դու ուզում ես այդ կյանքը, արդյոք ուզում ես վայելես հավիտենական կյանքը, արդյոք ուզում ես մեկանաս եւ վայելես Աստծո քաղաքությունը, արդյոք ուզում ես, որ ինքը Աստված դառնա քո միակ ուրախությունը։ Երկրագնդի վրա ապահով տեղ չկա, ամենաապահով տեղը դա Քրիստոսի մեջ է։ Աստված իր որդուն չի խնայել։ Եվ եթե մենք այս լույսի տակ անկեղծ խոստովանենք, մենք կարող ենք մեզ բռնել, որովհետև մեր կյանքում կան բաներ, որոնք մենք ափսոսում ենք Աստծո համար։ Մենք չենք կարող դնել, մենք չենք կարող չխնայել, մենք չենք կարող թողնել։ Եվ այդ ամեն ինչը պիտի դու անես Քրիստոսի համար։ Ամեն բան է զրկվեցա, աղբ եմ համարում, որում շահեմ, որ Քրիստոսը շահեմ։ Եթե քո կյանքում այս հավատքը չկա, այս մոտեցումը չկա, միգուցե դու չես հանդիպել Քրիստոսին, որտեղ եթե դու հանդիպես Քրիստոսին, դու հավիտյան երջանիկ կլինես, դու կթողած քո կյանքը, դու կհոգնես քո կյանքից, եւ դու կուրախանաս եւ կզորանաս Աստծո եւ նրա կյանքով։ Մի անձնավորություն էլ կար Սուրբ Գրքում, Ղովտիկինը։ Ղովտիկինը թեև չէր հանդիպել Աստծուն, բայց ընկավ այդ օրհնության դաշտի մեջ, որովհետև երբ որ Աստված Ղովտին իր ընտանիքի հետ հանեց, ու կնոջը չասեց դու մնա վառվի։ Ինքը կնոջն էլ ասեց դուրս արի, ընտանիքով դուրս արեք։ Բայց ասեց մի խնդրան, որ դու հետ չնայես, այ ես իմ բառերով եմ ասում։ Երբ որ ընտանիքը փախնում էր, ես չեմ ասում մանրամասները, մեծ տանոթ հատված ա։ Նայեք Ղովտի կնոջը, որովհետև ինչ արեց, հետ նայեց եւ դարձավ աղերացան։ Եթե քո կյանքի տեսիլքը չի փոխվել, եթե դու չես հանդիպել Քրիստոսին, դու մի օր հետ ես նայելու։ Դու չես կարող հետ չնայես։ Եթե դու քո կապերը այս աշխարհի հետ չես կտրել, դու մի օր ափսոսանքով հետ ես նայելու։ Մեծահասակ քույրի կար, որ հարցրեցին, ինչ ես մտածում, որ լինի հափշտակություն, սրտանց կուզես, թե դեռ կապեր ունես այս աշխարհի վրա, ասեց սրտանց կուզեմ, ոչ մի կապ չունեմ, բայց մի հատ հարց ինձ հետաքրում է։ Եղբայրն ասեց, քեզի որ հարցն է հետաքրում, ասեց, ինձ հետաքրում է, ես որ հափշտակվեմ, իմ տունը ում է մնալու։ Հիմա կարող է ձեզ հետաքրքրի, ասեք, այ չեք մտածել դրա մասին։ Դրա համար եթե դու դեռ կապեր ունես երկրի վրա, եթե դու դեռ բաներ ունես, որոնք ափսոսում ես Քրիստոսի համար, եթե դու չես կարող քո կյանքը լիարժեք նվիրես Քրիստոսին, եթե դու Քրիստոսից դուրս այս երկրի վրա ապագա ես տեսնում, միգուցե դու չես հանդիպել Աստծուն։ Կամ եթե դու հանդիպել ես, դու անձրևների ժամանակ անձրև չես փնտրում։ Դու դեռ հույս ես փայփայում, որ Քրիստոսից բացի ինչ-որ մի լավ բան կգտնես երկրի վրա։ Միգուցե դու սպասում ես, որ քո սրտի ուզածը երկրի վրա կատարես, նոր դառնաս Աստծուն, եւ դա ամենավտանգավոր բանն է, որտեղ դու կարող ես Ղովտի կնոջ նման չդիմանաս, չկարողանաս եւ հետ նայես։ Իսկ եթե դու հետ նայեցիր, քեզ թույլություն չի լինի։ Քո ընտանիքը կգնա առաջ, դու կմնաս երկրի վրա։ Իսկ եթե դու մնաս երկրի վրա, դու հավիտյան կփոշմանես, հավիտյան կփոշմանես։ Եվ նաեւ մի անձնավորություն Մարիամ Մագդաղենացի միջև Քրիստոսին հանդիպելը։ Ոչ թե ինքը տեսիլք չուներ, իրան անգամ հասարակությունը մարդել չէր համարում։ Ոչ թե ինքը դասվում էր հասարակ մահկանացուների շարքի մեջ, ինքը դասվում էր ավելի ցածր, որտեղ նրան բանատեղ ոչ մեկ չէր դնում։ Իր ապրած կյանքի համար։ Եվ ինքը Մարիամ Մագդաղենացին, եթե միջև Քրիստոսին հանդիպելը նայել նրա սիրտը, կտեսնեիր, որ ինքը անհույս ստոր կյանք է ապրում ընդամենը, ուրիշ ոչինչ չի կարող անել, որտեղ ինքը ընկել է այդ փոսը, եւ չկա մեկը, որ իրան կարողանա դերից հանել։ Ինչ եք կարծում, երբ որ նա հանդիպեց Քրիստոսին, արդյոք փոխվեց իր կյանքը, թե չփոխվեց։
Մասամբ փոխվեց, թե կտրուկ փոխվեց։ Քիչ փոխվեց, թե ամբողջ կյանքով վազեց գերեզման։ Ինքը ոտքերով չվազեց, ինքը կյանքով վազեց։ Եվ ինքը իրան չէր պատկերացնում Քրիստոսից դուրս։ Ինքը Քրիստոսից դուրս պատկերացնում էր մենակ այդ խորը փոսը։ Ինքը Քրիստոսից դուրս մենակ պատկերացնում էր այդ անհույս վիճակը։ Իր համար կյանքն էլ չկար, երկրավոր, որովհետև ինքը ընկել էր արդեն։ Բայց եթե նման կնոջ համար կա այդպիսի հավիտենական հույս, ոնց եք մտածում։ Կա տենց մարդ, որը հույս չունի Աստծո վրա։ Վերջ Աստված տվել է այդ հույսը, բայց մենք հրժում ենք, դառնում ենք, չէ, կամ չենք հավատում։ Եթե քո կյանքը կտրուկ չի փոխվել եւ դու անմնացորդ չես նվիրվում Քրիստոսին, միգուցե դու չես հանդիպել Աստծուն, որտեղ ովքեր հանդիպում են Աստծուն, անքի բերի վրա գետնին են գնում, մեռածի պես գետնին են գնում։ Բայց եթե դու ասում ես, ես հանդիպել եմ Քրիստոսին եւ քո կյանքը չի փոխվել, քո կյանքում չի արտահայտվում հոգու պտուղները, քո կյանքում չկա տարական համբերություն եւ խաղաղություն, քո կյանքը չի զորանում սիրով, հարց է առաջանում, արդյոք դու հանդիպել ես Քրիստոսին։ Եթե դու հանդիպել ես Քրիստոսին, դու չես ափսոսա ոչինչ, դու կդնես նրա ոտքերի մոտ։ Եթե դու չես հանդիպել Քրիստոսին, դու չես կարող դնել։ Եվ դա հնարավոր չի։ Եվ դու երբ որ մտնես ներքին սենյակ, դու կարող ես քննել անձը Աստծո լույսի տակ եւ խոստովանել։ Դու ում համար ես ապրում։ Ամոթ չի ասել ես իմ համար եմ ապրում, վերջը դա խոստովանություն է։ Ամոթ չի, որ մենք սխալվում ենք, դա էլ է խոստովանություն։ Մենք կարող ենք սրտանց ասել։ Եղբայրներից մեկն ասում էր շատ կարևոր բան էր խոստովանում։ Ասում էր ես, երբ որ նոր ապաշխարեցի, ես մտածում էի, որ Աստված ինձ չի սիրում։ Որովհետև ինչ որ ուզում եմ, այդպես չի անում։ Ասում անցավ տարիներ։ Հիմա ես մտածում եմ, որ ոչ թե Աստված ինձ չի սիրում, այլ ես չեմ սիրում։ Որտեղ եթե իմ սերը Աստծո վրա կատարյալ լիներ, եթե իմ սերը Աստծո վրա իրական լիներ, այն ինչ որ ես խնայում եմ Աստծո համար, ես չի խնայում։ Ես օրինակ ունեմ, ինքը իր ունեցվածքը չի խնայում, ինքը իր անձը չի խնայում։ Իսկ դու դեռ քո ինչքերը կարող ես խնայել։ Դու չես կարող քեզ քո ամեն ինչով բերել Քրիստոսի մոտ, չես կարող։ Դրա համար հավատքը նա չէ, որ մենք եկել ենք Աստծուն, որ Աստված մեր հարցերին պատասխանի։ Եթե դու մտածում ես, թե ինչ կարող ես փոխել Աստծուց, դու չես մոտենա Աստծուն։ Եթե դու մտածում ես եւ ուզում ես իմանալ, թե ով է Աստված, դու հավիտյան կշահես։ Եվ քեզ չի հետաքրի Աստծո տվածը եւ Աստծո ունեցվածքը, քեզ կհետաքրի Աստծո էությունը։ Եվ դու ոչ թե կուրախանաս նրա տվածով, այլ դու կկերպարանափոխվես հավատքից հավատ, սրբությունից սրբություն, փառքից փառք։ Առաջի Պետրոս 5:10 Աստված մեզ իր հավիտենական փառքին կանչեց։ Ինձ համար շատ զարմանալի համար է։ Մարդ իր փառքը վախում է կիսի։ Ես շատ դժվար կարող եմ փառքից հրաժարվել։ Ինչի՞ թող իմանա, որ ես եմ արել։ Գիտես ինչ, դու քո փառքը ոչ մեկ էլ չես կիսում, որտեղ դու քաշող ազնվորություն, Աստված տվող ազնվորություն, մարդը քաշող ազնվորություն։ Աստված իր փառքը չի խնայել քեզ համար։ Աստված քեզ չի հրավիրել ոսկի քաղաք կամ ինչ-որ պայծառ ապագա չէ։ Աստված քեզ հրավիրել է մասնակից լինելու իր փառքին։ Աստված քեզ չի հրավիրել, որ քեզ բժշկի, վաղը լենցանի, որ դու սոված մնաս, սոված չմնաս, չնայած կբժշկի էլ, վաղը դու սոված չես մնա։ Աստված քեզ ավելի մեծ բան կանչել։ Մենք ներսով դառնանք Քրիստոսին։ Մենք ներսով փնտրենք իր փառքը։ Վերջի անձրևների ժամանակ մենք անձրև փնտրենք։ Ես չգիտեմ դու ինչ ես փնտրում, բայց Քրիստոսից բացի ոչինչ շարժ է փնտրել։ Մենք ապրում ենք սովորական կյանքով, աշխատենք, սովորենք, դիտում պահենք, դիմակրենք, ընտանիք կազմենք, չէ։ Դրանք բոլորը միջոցներ են, դրանք նպատակներ չեն։ Նպատակը այն բոլորը, ինչ որ ես կամ ինչ որ ես ունեմ,
այդ բոլորը ծառայի Քրիստոսին, այդ բոլորը հանձնվի Քրիստոսին։ Այդ ամբողջով ես մասնակից լինեմ նրա փառքի, իմ ներքնաշխարհը լցվի Քրիստոսի փառքով։ Եվ Քրիստոսի փառքից ցածր բան ինձ չհետաքրքրի։ Եթե ինչ-որ մեկին Քրիստոսի փառքից ավելի ցածր բան հետաքրքրում է, ինքը դժվար կհասնի Քրիստոսը։ Ինքը 40 տարի կպտտվի, ու այն էլ հարց է կհասնի Քրիստոսին, թե չէ։ Բայց վերջին անձրևները կան, եւ դու ամենայն համարձակությունը ունես Քրիստոսի արյունով մտնելու այդ սրբարանը եւ փնտրելու Տիրոջ երեսը, նրա անձրևները։ Եվ եթե ես չգնամ Գողգոթա, ես այդ անձրևների մասնակից չեմ լինի, որտեղ Աստծո անձրևները միայն մեր վրա կարող են գալ Քրիստոսով, Քրիստոսի խաչով։ Երբ որ մենք հրաժարվում ենք մեր ճանապարհներից, հրաժարվում ենք մեր ապագայից եւ համարձակ դավանում ենք, դու ես իմ ապագան։ Ես քեզանից դուրս ապագա չեմ տեսնում։ Դու իմ ժամանակավոր ապագան ես, դու իմ հավիտենական ապագան ես։ Աստված քո հավիտենական հարցերը լուծել է, Աստված քո ժամանակավոր հարցերը կարող է լուծել։ Բայց կարևոր չի կլուծի թե չէ։ Որովհետև արդեն իսկ քո հավիտենական հարցերը լուծել է, եւ դու մտածելու բան չունես։